Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցելությանը։ Վարչապետը մեկ կիրակի բաց թողնելուց հետո վաղն այս եկեղեցում է մասնակցելու պատարագին։ Տարածքում համայնքապետարանի աշխատակիցներն են շրջում, հետևում աշխատանքներին։ Մաքրման աշխատանքներ են տարվում, դա ամենաշաբաթյա աշխատանքներ է, առավելևս երբ որ վարչապետն է գալիս, մեծ սիրով, մեծ ուրախությամբ ամբողջ տարածքի մաքրման աշխատանքներ ընդհանրապես կատարվում։ Մասնակցելու եք պատարագին։ Անպայման։ Ավելի ուշ նաև սպիտակ ու կարմիր վարդեր են բերում եկեղեցի։ Բարեկարգվում է նաև եկեղեցու հարակից տարածքը, տղամարդիկ կզրուցեն ու նարդի կխաղան արդեն փակ տանիքով ու թարմացված տաղավարում։ Բաց է։ Ամիս մեկ թողա վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնում ակնկալիքով։ Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիչ Ներսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ նախկինում բերված հիմնավորումներով եւ պատճառներով։ Իշխանությունը հետ է կանգնել արդյոք նախկին պրակտիկայից, հենց Նիկոլ Փաշինյանն էր հաստատել, որ նաև ԱԱԾ աշխատակիցներն են քահանաներին խնդրում, որ պատարագի ընթացքում Գարեգին II անունը չհնչի։ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան Սմբատ Աբրահամյանն է։ Նա կմատուցի պատարագը, թե ոչ հայտնի չէ, քահանան էպիկենտրոնի զանգերին չպատասխանեց։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցուներում, երբ որ պատարագի են մասնակցում եւ հնչում է Կտրիչ Ներսյանի անունը, իրենք ցանկություն ունեն իրենց բողոքը արտահայտել հենց այդ պահին, արդյոք նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է եւ թույլատրելի է։ Մասնակցել եք պատարագին վաղվա։ Ժամանակ չկա, գործի բնույթով չեմ կարող գամ։ Ուղղակի մի բան չեմ հասկանում, ինչ ասել է, ինչի, եթե պատարագ, հա, հավուր պատշաճի պատարագը կմատուցվի տեղի վանահոր միջոցով։ Էլ ընդեր իմաստը որն է, հնչի թե չի ինչի։ Սա պրիմիտիվ բաներից կախվել է, էլի, հնչի այդ անունը թե չի ինչի։ Ըստ իս դա նենց մի լպրծուն արցա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրել էր. ժամանակ չունեմ, հետևաբար պետք է գործեմ անշտապ։ Եղան կարծիքներ, որ դա արդարացում էր, որը վերաբերում էր հակաեկեղեցական արշավին։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։